Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր նախընտրական ոդքասթի հյուրը Անուշ Սեթրակյանն է, միասնության թևեր ցուցակի 9-րդ համար։ Ողջույն Անուշ։ Բարև ձեզ։ Ձևեր չթափենք, մենք շատ հին ընկերներ ենք եւ խոսենք դույով ու անկեղծ։ Սիրով, եւ դույով եւ անկեղծ։ Եվ գնացինք առաջ, նորից կրկին վերադարձար քաղաքականություն։ Գոհես։ Երբևէ չէի հեռացել, բայց ճիշտն ասած չէի տեսնում այն թիմը, այն, ինչպես ասում են, հաբը, հա, այն նավահանգիստը, որտեղ կարող եմ իրացնել իմ կարողությունները, երբ տեսա, մինչև այդ վերլուծության մեջ էի, հարցազրույցներ էի տալիս, չգիտեմ, այս կամ այն կերպ փորձում էի ստատուսներ գրել եւ սահմանափակում էին իմ դիտումները եւ շարունակում են սահմանափակել, կռվում էի իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ կանոնակարգված եւ ոչ կանոնակարգված մեթոդներով քաղաքականությունից հնարավոր չի գնալ, եթե դու դա հասկանում ես, եթե դու դրանով ապրում ես եւ եթե դու պատկերացնում ես, գիտեք, չէ, կա քաղաքականության ռետրոսպեկտիվա եւ կա քաղաքականության ապագայի պերսպեկտիվա։ Այդ երկու ոլորտներն էլ համադրման մեջ ես պատկերացնում եմ, իսկ այդ երկու ոլորտներից փախչել հնարավոր չէ։ Ես շատ ուրախ եմ, որ այս ճգնաժամային ընտրությունները ծնեցին շատ այսպես խարիզմատիկ հայ կին քաղաքական գործիչների, ինչը նախկինում չկար, քիչ էին, իսկ այս ընտրություններին պատգամավորական այդ տեխնացուների ցուցակներում շատ են շատ հետաքրքիր կանայք եւ ես ամեն անգամ կանանց այդ կին քաղաքական գործչի այդ ոդքասթից կամ հարցազրույցից հետո այսպես ոգևորվում եմ, ասում եմ չէ։ Մենք դեռ մերեք ասենք, մենք դեռ վերածնվելու շանս ունենք։ Հայկինը իսկապես մեծ ուժ է, որովհետև ես նաև հասկանում եմ, որ երբ որ գա X ժամը, իսկ այդ X ժամը հաստատ լինելու է, կանայք են լինելու են վճռական ուժը, որ իրենց հետևից կտանեն ազգը։ Ես համոզված եմ դրանում, որովհետև տղամարդիկ մի քիչ ավելի, չգիտես ինչի զգուշավոր են դարձել, ճիշտ եմ։ Տղամարդիկ ինձ թվում է զգուշավոր են դարձել բնական եւ հասարակական սելեկցիայի պատճառով, որտեղ մի կողմից եթե արևմտյան վեկտորի վրա նայենք, դա ֆեմինիզմն էր, որ մի քիչ սահմանափակում են նրանց հնարավորությունները եւ ինքնարտահայտման ոլորտները, իսկ այս թևի վրա, այսպես կոչված դասական, կոնսերվատիվ, ես կասեի նաեւ մի քիչ մահմեդական, որովհետև շատ բաներ կան, ես միշտ ասում եմ, հայերը քրիստոնյա ֆունդամենտալիստներ են, մեկ-մեկ այդ պատրիարխալ բանը դուրս է գալիս հայերի մոտից, այդտեղ էլ նրանք սահմանափակված են ուրիշ բանով, որովհետև չեն կարողանում իրացնել այդ հասարակական ստանդարտներով իրենց վերապահված դերը։ Այդ երկու փիերի դեր է, էլի, միջազգային հասարակագիտության մեջ շատ են այդ փիերը, եւ քաղաքական գործիչներ բնութագրող, եւ տղամարդկանց բնութագրող, դա provider and protector-ն է, այսինքն մեկը որ պաշտպանում է եւ ապահովում։ Դե հիմա նայենք մեր շուրջը, տղամարդկանց քանի տոկոսն է իրականացնում պաշտպանելու եւ ապահովելու ֆունկցիան։ Մեծամասամբ այդ ֆունկցիան իրենց վրա են վերցրել կանայք, ինչպես քաղաքականությունում, այնպես էլ ընտանիքներում, տարբեր ոլորտներում։ Գանք ընտրությունների, դու ձեր ուժի շանսը ինչպես ես գնահատում։ Բավականաչափ բարձր, այսինքն շեմի մասին ես չեմ խոսում, իմ համար այդ շեմը հաղթահարված է արդեն վաղուց, որտեվ թե ընտրողների, թե մարդկանց հետ հանդիպումներում, վերջերս մի հատ էպիզոդ եղավ, ինձ մոտեցան երկու հոգի, ինձ շատ լավ ծանոթ երիտասարդներ ու սկսեցին ներողություն խնդրել, որ իրենք չեն կարող իմ ուժին ձայն տալ, մի քիչ խայտարակ բան էր, որովհետև նրանք ինձ վերագրել են այն ուժին, որտեղ ես չէի կարող գտնվել ուղղակի,
որովհետև իրենք պատրաստվում են ձայն տալ միասնության թևեր կուսակցության եւ կոնկրետ Թաթոյանին Ասիայի ապրեք։ Ես շատ ուրախ եմ ձեր ընտրության համար։ Ընտրաշավի 2 շաբաթն արդեն անցել է, դու չես հիասթափվել ձեր ուժի առաջնորդի մեջ եւ ձեր ուժի մեջ։ Չէ, եթե ես հիասթափվում եմ, ես գնում եմ։ Դրա մասին շատ մարդիկ գիտեն, պետական բարձր պաշտոնյաներ գիտեն, քաղաքական գործիչներ գիտեն, TV-ների շեֆեր գիտեն, որ հիմա համեկում են։ Եթե ես մի բանից հիասթափվում եմ, ես կտրուկ գնում եմ։ Ես ճիշտ եմ, որ շատ հավանական է, որ հենց ձեր ազգային ժողով անցած 4-րդ ընդդիմադիր ուժից կախված կլինեն ընտրությունների ըստ էության հիմնական արդյունքները։ Հեռանում է Փաշինյանը, թե մնում է։ Ես կարծում եմ, որ այդտեղ մենք կապահովենք բարձրագույն առաքինություն, ազնվություն եւ մարդկային որակների դրսեւորում, այդտեղ ես Այսինքն ձեզ հետ հեշտ կլինի բանակցել հետ ընտրական այդ հետընտրական բահի մեջ հեշտ կլինի բանակցել, բայց ես չեմ ասում, որտեղ դա մեր ուժն է։ Եթե ես քաղաքական չափանիշներով եմ մտածում, հետո մտածում եմ նպատակահարմարության տեսանկյունից, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, չնայած իհարկե մեր ուժը մեծամասնություն չի լինելու, բայց ճիշտ կլինի, որ համաձայնությամբ վարչապետ լինի հենց մեր ուժի ղեկավարը, 3 պատճառ կա։ Առաջի հերթին նա նոր է։ Հասկանում եք, այդ նորությունը փորձի բարձակայությունը մեզ անգամ բերել է Արցախի կորստին անուշ։ Ես ես ասեմ, փորձի բացակայությունը խոսքը գնում է քաղաքական, ոչ թե քաղաքական, այլ կառավարման փորձի բացակայության մասին։ Նիկոլ Փաշինյանը եկավ քաղաքականություն առանց կառավարման փորձի, քաղաքական ընդդիմության մեծ փորձով եւ կառավարման բացարձակ տաբուլա ռազա այդ եւ իր թիմը նույնպես, որովհետեւ նրանք բոլորը եկան այնպիսի ոլորտներից, մեղմ ասած փաբերից, ՀԿ-ներից, այնտեղ ինչ կառավարում կա։ Ես ինքս պետական չինովնիկ եղել եմ, դա տաժանակիր աշխատանք ա, օրինակ ես սարսափով եմ մտածում, որ երբևէ կարող եմ վերադառնալ այդ ոլորտը, որովհետև դա հոգեմար, ոչ ստեղծագործական եւ գիտեք դու պատասխանատու ես եւ ներքևինների համար ու բարեկեցությունը պետք է ապահովես եւ վերևինը մուրճի նման կախված է գլխիդ եւ դու չես կարող մի սխալ քայլ անես, դա շատ բարդ գործընթաց է։ Իսկ այդ մարդիկ եկել էին մեծ ամբիցիաներով, լավ ռուսերեն բառ կա եւ միջազգային ֆանաբերիայով, էլի այդ այնպիսի որ մենք հիմա պատկերացնում ենք, ընդհանրապես իրենք պատկերացնում են քանդելու գործընթացը։ Դեստրուկտիվիզմը դա այնպիսի մի գործընթաց է, որ դա այդպես ինչի։ Միանշանակ ոչ։ Ընդհակառակը, մեկ-մեկ ես մտածում եմ, որ կարելի էր եւ ավելի այսպես ինչ որ նեգատիվ ալիքով գալ։ Okay, առաջինը փորձի բացակա, այսինքն նոր մարդ է։ Չէ, կառավարման փորձի արկայություն կա, նոր մարդ է, տխուր, այսպես կեղտոտ բեքգրաունդ ունի, երկրորդը նաև այն է, որ այդ մարդը իսկապես կրթված է։ Այսինքն մեզ ինչ Նիկոլ Փաշինյանը կառավարում է, իր ագիտ բրիգադը մեզ համոզում է, որ դիպլոմը բանին պետք չի, որ կրթությունը բանին պետք չի, որ աղքատությունը մարդկային գլխների մեջ է, որ այն մարդը, որ մի քանի գիրք է կարդացել, նա դեռ չի նշանակում, որ ինչ որ մի բան գիտի, այո, եթե մի քանի գիրք ես կարդացել, դու չի նշանակում, ինչ որ բան գիտես, բայց եթե քո մասնագիտության գիտակն ես դու պրոֆեսիոնալ ես, դու հասկանում ես, երրորդը դա բարեվարկությունն է, այդպիսի բարդ հայերեն բառ կա, այսինքն տեսեք, քաղաքականության մեջ շատ կարևոր է եւ ամեն կերպ դա փորձում են պահել, թեկուզ վիզուալ բոլոր բարձր քաղաքական գործիչները, դա ընտանիքի եւ այլ պետական ինստիտուտների, այլ մշակութային ինստիտուտների հետ դրսևորած հարաբերություններն են։ Այսինքն մեկը նայելիս չես համաչի, եթե նա ինչ որ այց կատարի։ Անշ, մենք
բավականին սահմանաչափ ժամանակ ունենք, դրա համար ես քեզ անդադար ընդհատելու եմ։ Okay, դա առաջարկ է, դուք նախ հետընտրական ես գործընթացում, նման առաջարկ եք անում, իսկ եթե մյուս ուժերը չեն ընդունում առաջարկը համաձայն կլինեք ինչ-որ ձևով պայմանավորվել։ Ես դա արդեն թողնում եմ, վերապահում եմ ուժի լիդերին, որովհետև նման հարցերը ինձ թվում է կոնսենսուսային հարցեր են եւ դրանք առայժմ չեն քննարկում։ Մենք դեռ գտնվում ենք ընթացիկ օրակարգում։ Մենք հիմա դեռ մի հատ անցնի, այսինքն ես վստահ եմ, որ կանցնի, իսկ դու ինքդ ինչպես ես գնահատում անդիմության շանսերը եւ ինչպես ես գնահատում, արդյոք հավատում ես, որ ընտրությունների արդյունքում հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին։ Դու գիտես, չէ՞, որ իմ ու քո կարծիքները արտաքին վեկտորների վերաբերյալ տրամագծորեն տարբերվում են։ Ես վստահ եմ, տրամագծորեն չէ։ Հա, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի համար ամենաձեռնտու տեխնացուն է։ Ամենաձեռնտու։ Եվ այս բոլորը հիմա արդեն փոխվել է դա։ Չեմ կարծում։ Չեմ կարծում, ես կարծում եմ, որ դա իրական կրկես է եւ բացատրեմ թե ինչու։ Որովհետեւ նրան պահում են, որովհետեւ երբևէ չի գտնվի այդպիսի տեխնացու, նայեք, այդպիսի լաբիլ հոգեբանությամբ, այսինքն այն հոգեբանությամբ, որը անընդհատ փոփոխվում է եւ գտնվում է, չէ, դա ֆլեքսիբլ չի, կներեք, դա այն հոգեբանությունն է, որտեղ մարդը ինքն է զոհ դառնում իր սեփական իմպուլսներին։ Մենք ամեն վայրկյան եւ ամեն քայլափոխին տեսնում ենք, թե ինչպես է մարդը իր վարկանիշը զոհում իր իսկ իմպուլսին։ Իսկ դա մեծ քաղաքական խաղացողների համար գիտեք ինչպիսի հաղթական քարտ է, իհարկե, որովհետև ամբողջ Տրամպի եւ Սիի հարաբերության ժամանակ, այդ հանդիպման ժամանակ չի շարժվել Չինաստանի ղեկավարի դեմքի եւ ոչ մի մկանը եւ Ամերիկայի պես հսկայի կողքին նա հաղթող դուրս եկավ այդ բանակցություններում, որովհետև նույնիսկ այն որ Թրամփը պլանավորում էր, ակնհայտ էր, չէ՞ որ Սին կհաղթի։ Իհարկե ակնհայտ էր, որովհետև զսպվածությունը եւ ուժը ներքին եւ սեփական ուղուց չշեղվելու այդ հաստատակամությունը դա միշտ հաղթում է քաղաքականության։ Ու դու դրանից հետևություն ես անում, որ Ռուսաստանին այսօր ձեռնտու է Փաշինյանը։ Ռուսաստանին ձեռնտու է Փաշինյանը, որտեղ մենք հասկանում ենք, որ կա եւ ով ինչ ուզում ասի, այս աշխարհում Հայաստանը քաղաքական դիվիդենդ հավաքում էր Ղարաբաղի միջոցով։ Երբ որ Արցախը այդպես էժան, դավադրաբար եւ ծանր մեր համար արյունալի տրվեց, ոչ թե պատերազմ եղավ, այլ Արցախը տրվեց, որտեղ կարելի է պարտվել պատերազմում, ես միշտ ասում եմ, կարելի է պարտվել պատերազմում, բայց դրանից հետո, երբ որ ղեկավարը եւ ընդհանրապես ժողովուրդը պահում է իրեն կորուստ կրածի պես, այսինքն մենք պարտվել ենք, բայց մենք պահում ենք մեր ինքնությունը, մենք վերարժևորում ենք մեր բանակը, մենք անում ենք քայլեր եղածը պահպանելու եւ ամրացնելու, մենք պահպանում ենք մեր ազգային երազանքը, եթե մենք պարտվել ենք, ուղղակի պարտվել ենք ուժերի սխալ հարաբերակցության պատճառով պատերազմը, ղեկավարությունը պահում է իրեն այդպես։ Իսկ եթե այդ պատերազմը սարկած պատերազմը ղեկավարությունը իրան պահում է այսպես, այսինքն փորձում է ոչնչացնել բոլոր իշխանություններին։ Համոզված ես, որ այնինչ այսօր կատարվում է Հայաստանում, այնինչ այս Փաշինյանի կառավարման 8 տարիներին կատարվել է Հայաստանում, դա Մոսկվայի դավադրությունն է։ Դա ոչ այնքան Մոսկվայի դավադրությունն է, որքան Մոսկվայի համաձայնությունն է ամեն տիպի դավադրություններին։ Ես ուզում եմ կրկին ուշադրությունը բևեռել այն փաստի վրա, որ եվրոպական ուղով գնացած Զելենսկին մշտական պատերազմական վիճակում է եւ դուք տեսնում եք թե ինչպիսին է ընդհանրապես նրա վերաբերմունքը ընդհանուր եւ նրա եւ Պուտինի հարաբերությունները եւ նույնիսկ Տրամպը Պուտինի հետ հարաբերություններ բարելավելու համար ինչպիսի գորգորոց է դրել նա այդ տղայի վրա սպիտակ տանը։ Նիկոլ Փաշինյանը ընդունելի է բոլորի համար։ Այն ինչ որ մի բան ասում է Զախարովան կամ Կիսիլովը, դրանք հասկանում եք, չէ՞ որ ռեալ գործողություններ չեն։ Ռեալ գործողություններն է, երբ որ Սաակաշվիլին բանտում է։ Արիկ, քեզ հետ չհամաձայնեմ, որովհետև աշխատանքի բերումով շատ երկար տարիներ եւ շատ ուշադիր լուսաբանել եմ Ռուսաստանի քաղաքականությունը եւ այնինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի շուրջ։ Ռուսական դաշնային հեռուստաընկերությունների եթերներում այն հայտարարությունները, որ հնչում են
Հայաստանի իշխանությունների հասցեին Մոսկվայից, ընդ որում ես խոսում եմ բացառապես պաշտոնական Մոսկվայի մասին, այսինքն Կրեմլից, արտգործնախարարությունից, կառավարությունից խոսում է այն մասին, որ Հայաստանը վերածվում է Ռուսաստանի համար Ուկրաինայի պես մի երկրի։ Դա ակնհայտ է, որովհետև մինչ այդ ես քեզ հետ համաձայն եմ, ես նույնիսկ ռուսաստանցի փորձագետների հետ վերջերս իմ հարցազրույցում, երբ ասում էին, որ Փաշինյանը ակնհայտ վերցրել է հակառուսական ճանապարհը, ասում եմ, բայց դուք եք մեղավոր, որովհետև ըստ իմ խորը համոզմամբ, եթե դուք 21 թվականին բացահայտ ցույց չտայիք ձեր աջակցությունը Փաշինյանին, նրան շատ բարդ կլիներ պահել իշխանությունը պատերազմում այդ կապիտուլյացիայից հետո, բայց հիմա իրավիճակը փոխվել։ Ես տեսնում եմ, որ բայց համաձայն եմ քո այդ մի բանում, որ Ռուսաստանի համար, Կրեմլի համար ամենակարճ ճանապարհը ու ամենաընդունելի ճանապարհը կլիներ, եթե իրենք ցած վախեցնելով Փաշինյանին, վերջում Փաշինյանը ինչ որ բան էլի իրենց խոստանար եւ իրենք ասեն, ну ладно, Նаш парень. Դա կարա, այդ քիչ են այդ շանսերը, բայց ես սա էլ չեմ բացառում։ Ազոջան, դուք լավատեղյակ մարդ եք։ Դուք ճշտել եք, ինչի հանկարծ մեր նախագահը չգնացել է Հաստան։ Մեր նախագահը Վահագն Խաչատրյանը, մենք տենց նախագահ ունենք, ինքը բարբերաբար Համլետի հորուրվականի նման։ Ես չգիտեմ այդ պատմությունը։ Ես էլ չգիտեմ այդ պատմությունը, բայց ոչ պաշտոնական լսել եմ երկու տեղից, որ Լեհաստան, իսկ դուք գիտեք, որ Լեհաստանը եվրոպական զորացող, այո, կարևորագույն կենտրոնն է, հա, եւ հիմա այդ այցը չեղարկվել է։ Ընդ որում, որևէ պաշտոնական պատճառ չի նշվել, որովհետեւ տեսեք, եթե տենց պաշտոնական այցեր են նախատեսված, այսինքն վախեցել են Մոսկվայից, որոշել են, չէ, վայ որ Փաշինյանը սարսափելի ձևով վախեցել է Մոսկվայից, ես նույնիսկ այսօր podcast է անում իմ ռուս գոլեգաների հետ, լիբերալ ռուս գոլեգաների հետ եւ ասցի գիտեք, երբ որ դուք ուզում եք խոսել Արևմտամետ Փաշինյանի մասին, պարզապես ես ձեզ մի ցիտատ տամ, որը նա անցած ամիս է ասել։ Այդ ցիտատը ուշադիր կարդացեք, տարեք բոլոր եվրոպացի առաջնորդներին թող իրենք էլ դրա հետ ծանոթանան։ Հետո ինձ զանգեք, ասեք, որ մենք համաձայն ենք, մենք իսուր ենք շարունակումների շուրջը խոսում, չէ, ես ուզում եմ մի րոպե բացատրեմ իշ ցիտատի մասը, որ ինքը ասեց, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, իրականում միայն ինոգենտներն են փորձում այդ հարաբերությունները փչացնել։ Այնպես որ Ռուսաստանին ես չի ասի, որ հիմա ինքը Կրեմլը հիմա աշխատում է բացառապես Փաշինյանի վրա, հավանաբար Կրեմլը մտածում է, որ ամեն դեպքում լավ կլինի, որ անդիմությունը հաղթի այս ընտրություններին։ Ես ուղղակի համոզված չեմ, որ Կրեմլը կգնա ինչ-որ ավելի կտրուկ եւ ավելի վճռական քայլերի։ Նրանք սպասում են Փաշինյանից, ես մտածում եմ, որ նրանք ակնկալում են Փաշինյանից հերթական քայլը։ Ինչի եմ ասում, որ ինչ-որ քայլն ես ուզում։ Ես կարծում եմ, որ այդ քայլը Սյունիքն է։ Ես շատ համարձակ։ Այսինքն Թրիմփը տա, այո, որովհետեւ տեսեք, նա չեմ ասում, որ նա ձեռնտու է միայն ռուսներին։ Այդ մարդը ձեռնտու է բոլորին։ Ասում եմ, այդպիսի լաբիլ պսիխիկայով, այսինքն այդպիսի այն հոգեբանությամբ այ պահվածքով երկրի լեգիտիմ ընտրված ղեկավար այդպիսի կոմպրոմատներով տարբեր տիպի սկսած ուսանողական տարիքից վերջացրած այս վերջին համաձայնագիրը նոյեմբերի 7-ի Պլյուս այդպիսի շրջապատով, որտեղ յուրաքանչյուր անձը թիրախ է ինչ որ մի կոմպրոմատի, ինչ որ մի խնդրի, որի վրա դեռ բոլոր եվրոպացիները աչք են փակում, բայց մենք հասկանում ենք, չէ, որ գա պահը, երբ որ նա ստիպված լինի վճռորոշ քայլ անել դեպի որևէ բևեռ, մյուս բևեռը նրան խփելու է։ Այսինքն կհաղթի այն կողմը Եվրոպան կամ Ռուսաստան, ով առաջինը կհանի Փաշինյանի վրա կոմպրոմատներ, ճիշտ եմ հասկանում ասածդ։ Եվ ոչ միայն, եւ նրա շրջապատի։ Այո, կամ էլ կտա այնպիսի խոստումներ, այնպիսի գարանտներ, որ Արի գանք ավելի առարկայական դաշտ, ես նկատի ունեմ, որ այսօր հիմնական դիսկուրսներից մեկը հայաստանյան հասարակությունում ինչու Եվրամիությունը որևէ հայտարարություն չի անում եւ լուր հետևում է բոլոր այն աննախադեպ, անհասկանալի ոչ դրամաբանական զարգացումներին, որ տեղի են ունենում, այսինքն
ինչ անում է Փաշինյանը, որևէ արձագանք Եվրամիությունից մենք չունենք, ինչու։ Նախկինում նման բան հնարավոր չէր պատկերացնել։ Որովհետև տեսեք, Եվրամիությունը համաձայն, գիտեք, կանոնակարգված, քառակուսի եվրոպական բյուրոկրատիայի ձևավորում է իր կարծիքները 3 աղբյուրից։ Աղբյուր համար 1՝ մասսայական ինֆորմացիա։ Այսինքն մտնում են Facebook, իսկ Նիկոլ Փաշինյանը արդեն ցույց է տվել, որ այս մարդիկ դրանք բոլոր Ռուսաստանի ագենտներ են, ինձ են փորձում սարքել Ռուսաստանի ագենտ։ Այն մարդուն, որին տարիներ շարունակ ՌԻԱ Նովոստին որակել է իբրև ուղակի արևմտյան բան, ռադիկալ միավոր, որին պետք է արագ Հայաստանից վերացնել, տարիներ շարունակ։ Բայց դա այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը եւ իր ֆրակցիան Ռուսաստանի հասցեին դիֆիրամներ են երգում, բայց լավ, դա մի կողմ դնենք։ Դա ուրեմն առաջին աղբյուրն է, որը փակված է, որովհետեւ այդ բոլոր մարդիկ, ովքեր փորձում են անկախ մտքեր արտահայտել, իրենք արգելափակված են։ Երկրորդը դեսպանություններն են։ Նիկոլ Փաշինյանի էմիսարները բարձր դիվանագիտական այցելում են բոլոր դեսպանատները եւ ընդունելությունների եւ հանդիպումների ցուցակից ջնջում են այն մարդկանց, ովքեր կարող են եւ երրորդը իհարկե մեր չքնաղ եւ երևակայելի գեղեցիկ քաղաքասարակությունն է, որը ներվայնանում է, երբ նրան ասում ես լսի դու իբրև կանանց իրավունքների պաշտպան ես։ Չեմ ընդունում քո ասած դա բացատրություն չի, որովհետև այնինչ տեղի ունենում Հայաստանում, բոլոր այն օրենքի խախտումները, բոլոր այն զզվելի, ես ուղղակի բառ չեմ գտնում ասել ինչ է անում Փաշինյանը, դրանք օնլայն ռեժիմով են արվում, դրա մասին կան վիդեոներ եւ այսինքն ոչ դիվանագետները, ոչ քաղաքասարակության ներկայացուցիչները չեն կարող փակել եվրոպացի դիվանագետների աչքերը։ Օնլայն դա բոլորը տեսնում են։ Ես համոզված եմ, որ նրանք դա տեսնում են։ Ես կարծում եմ, որ կա որոշում որևէ ձայն չհանել։ Ես համոզված եմ դրանում, որովհետև այլ կերպ բացատրել հնարավոր չի։ Դե որոշումները այնքան էլ վստահելի չեն, որովհետև միջազգային ռեյտինգներում աշխատում են բոլոր վստահելի կազմակերպությունները եւ ցույց են տալիս, որ Հայաստանում խոսքի ազատությունն է 20 նիշով իջել, որ գործարարական ազատությունն է իջել, ես իմ այնտեղ 10 քանի նիշով, որ կոռուպցիան է աճել եւ արդեն նույնիսկ ազատությունը իջնելը մի բան է անուշ, բայց օնլայն ռեժիմով Հայաստանի ղեկավարը կնոջ վրա ճվճվալը դա լրիվ այլ բան է։ Այլ բան է, երբ որ դու պարբերաբար անիմաստ որևէ տրամաբանություն, որևէ հիմք չունեցող գործերով ձերբակալում ես սրբազանների, անդիմադիր գործիչների եւ դու աչ ու ձախ ասում ես կսատկացնեմ, կսպանեմ եւ ընդհանրապես դու ինչի չես զոհվել։ Հիմա բացատրեմ։ Նախ դու գիտես եվրոպական այսպես արձագանքի, եվրոպական արձագանքի դանդաղությունը, դա մեկ։ Մի հատ էլ process-ը քեզ նկարագրեմ, մի անգամ էլ նրա դեմքը լվացողը ես եմ եղել։ Որտեւ երբ որ այն ժամանակ դարիվս ես գտնվում էի եվրոպական եւ արևմտյան, այսինքն երբ որ դեռ ինձ չէին հանել իշխանական բոնզաներ ուղեցրից, ես գտնվում էի այդ վստահելի տիրույթում եւ նրանք զանգում էին տարբեր էքսպերտներին եւ ճշտում էին, որտեվ տարակուսած էին, այսինքն իրենք տեսնում եք մի ձայն չէին հանում, բայց ներքուստ այդ ստուգիչ աշխատանքը գնում էր։ Եվ իրենք բազմիցս ինձ զանգել են տարբեր իր արտահայտությունների կապակցությամբ եւ ասում ես նրա դեմքը մաքրել եմ, որտեվ երբ որ ինձ զանգեցին, ասին ի՞նչ է դա նշանակում, երբ որ նա հայտարարում է, չէ՞ որ դա պատերազմի կոչ է, այդ մարդիկ ասեցին Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ես ասեցի, վայ չէ, նա ուղղակի ուզում է հայրենասեր Երևալ, դա ազգալդյանն է, հիմա ես ձեզ կտամ այս լինքը, դուք կտեսնեք, որ նա կրկնում է խոսքերը։ Դա ուրիշ է, այն ինչ հիմա է կատարվում, դա մի քիչ այլ է։ Դա մի քիչ այլ է, իհարկե։ Մի քիչ չէ, դա աննորմալ երևույթ է։ Ես հասկանում եմ, որ աննորմալ երևույթ է եւ լրությունը այլ ավելի աննորմալ է։ Բայց մենք եկեք եվրոպական բաներից արբիտրի դեր չակնկալենք, որտեղ եկեք հիշենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընտրությունները, որ ժամանակ փոխփախցնում էին տուփեր, քվեատուփեր։ Բայց այն ժամանակ ամեն օր եվրոպացիները հայտարարություններ էին անում։ Եվրոպական դիտորդները, եթե լավ հիշում եք, ընտրությունների ավարտից հետո որակում էին նման ընտրությունները բաց թափանցիկ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Հայտարարություններ էին անում ովքեր։
քաղաք հասարակության ներկայացուցիչները։ Դե քաղաք հասարակության ներկայացուցիչները այն ժամանակ Լավ, այսպեսի մի հարց տամ քո կարծիքով, հա։ Հիմնական հարցերից մեկը այսօր ներքաղաքական դաշտում արդյոք կհանի ուժեղ Հայաստան դաշինքին Փաշինյանը ընտրություններից եւ նրանք ովքեր որ հակված են մտածել որ դժվար հանի կարծում են որ այ բաց եւ թափանցիկ արդար եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող ընտրությունները դա այն կարմիր գիծն է, որը որ Փաշինյանը չի հանի, չի հատի, որովհետև դրա համար կարևոր է, որ այդ ընտրությունները, ասեն որ իսկապես շատ ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց, որ ինքը լինի 100%-անոց լեգիտիմ ղեկավար։ Քո կարծիքով։ Ես կարծում եմ, որ դա իրեն չի հուզում այլևս, որտեղ իր պայմանավորվածությունները գնացել են ուրիշ տեղ։ Այսինքն, եթե մենք խոսում ենք այդ գերտերությունների մասին, Ռուսաստանը արդեն վաղուց գերտերություն չի, եկեք դա մի կողմ դնենք։ Այն երկրում, որտեղ արգելվում է դասական գրականությունը, նա արդեն ավտորիտար փոքրիկ բռնապետ։ Ռուսաստանում արգելել է դասական 15 անուն գիրք ես դες կուարկեպնիկ։ Կալիբել լա կոշկի, ասենք, Վոնեգուտի, արգելված է։ Պատկերացնում եք։ Դա ինձ համար դա ցուցիչ է։ Հիտլերյան Գերմանիայի ցուցիչն է, վերջ, դրանց են կողմ էլ չկա խավար, են կողմ խավար չկա։ Եվ ինչքան գիտեմ Մանասնաֆերման էլ արգելվել։ Ես կասեմ եթե Վոնեգուտին Օրուելը հաստատ արգելվել։ Օրուելը արգելվել է։ Լավ, այդ մի կողմ դնենք։ Այսինքն Ռուսաստանը արդեն գերտերություն չի, գերտերությունների լռելի այն համաձայնությունը, ես կարծում եմ կամ լռությունը, շատ ժամանակավոր է, կհիշեք, որտեղ Փաշինյանի հիմնական պայմանավորվածությունները գնում են թուրք-ադրբեջանական ոլորտում։ Եկեք դրանից չհեռանանք։ Այսինքն հնարավոր է, որ վերևից նայում են թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, փորձելով լարերը քաշել, բայց Նիկոլ Փաշինյանի հիմնական պատվարը, նրա հիմնական հենարանը ադրբեջանա-թուրքական ալյանսն է։ Եվ դա ուղղակի այնքան բացահայտ է, որ իսկ Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք այն երկրներն են, որոնք ժողովրդավարության հետ կապ չունեն, Հայաստանի ժողովրդավարության վիճակը չի հետաքրքրում, ընդհակառակը նրանք ավելի շահագրգռված են, որ Հայաստանը քանի գնա հավասարվի այդ իրավիճակին, դեռ ավելին, Եվրոմիությունը, երբ որ խոսում է, հիշում եք Ալիևը ինչպես կոշտ արձագանքեց, այո, Եվ այո, եւ պատասխանեց նրան, հա, Եվրոպարլամենտի նախագահ, էլի կոշտ։ Բայց հետաքրքիր է, Ադրբեջանը խոսում է Հայաստանի դեմ, Եվրոպարլամենտը խոսում է Հայաստանի օգտին, Նիկոլ Փաշինյանը լռում է, չէ, լռում է, հասկանում եք։ Նա այդ երկրի ղեկավար, հա, նա այդ երկրի ղեկավարն է եւ նա լռում է։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, չէ, որտեղ են իր հետաքրքրությունները, շահերը եւ ընկերները։ Նիկոլի համար միևնույնն է ինչ են մտածում եւ ինչ կասեն Եվրոպայում։ Okay։ Եվ նաեւ Ռուսաստանում, որտեղ նա իր գարանտները ստանում է ուրիշ տեղ։ Եվ չեմ կարծում, որ այդ հարցում Եվրոպայի եւ Ռուսաստանի շահերը կոնկրետ այս ընտրությունների հարցում համընկնում են եւ չեմ կարծում, որ իրենց պահվածքն էլ նույնը կլինի։ Միջազգային դաշտը տարբեր, Ռուբիոյի բանը վերջին հոդվածը նայեք, հա, նայեք։ Ուրեմն մենք տեսնում ենք, չէ, թե ինչա կատարվում։ Ես այդ Ռուբիոյի բանը որ կարդում եմ, ընդդեմ Թրամփը լրվուրիշ բաներ ասում, Ռուբիոն ասում էր Թայվանը։ Ալի կարևորը ինչ է ասում Ռուբիոն։ Իհարկե արևի կարևոր, որտեղ Ռուբիոն խոսնակն է, ինչպես ժամանակին շատ կարևոր էր թե ինչ է ասում Ժիրինովսկին, որտեղ նա խոսնակն էր այդ ամեն ինչի։ Եվ մենք հասկանում ենք մի բան, որ գնում է Ամերիկա եւ Եվրոպա մերձեցում։ Այսինքն արդեն խոսում են, որ Եվրոպայի եւ Ամերիկայի անվտանգության գարանտը եւ այլ, այսինքն Ամերիկան Ինչի են առանձնանում ու որովհետեւ գիտեք ոնց է, պետք էր վախեցնել, պետք էր այդ գումարները այնուամենայնիվ, որ արդար է, ես գտնում եմ, որ ամեն մեկը պետք է վճարի իր կոլեկտիվ անվտանգության համար, ինձ թվում է նրանք կգան այդ փողի շուրջը, իսկ այս աշխարհում ամեն ինչը փողի շուրջն է, վերջի այս թրիպն էլ է փողի մասին եւ այլն, ամեն ինչը փողի մասին է։ Եվ այդ միջազգային դիսկուրսը, որ անընդհատ փոխվում է, իսկ ինքը փոխվում է։ Մենք հասկանում ենք, որ կատարվում են այնպիսի իրադարձություններ, որ խելքի մոտ չի, Պարսկաստանը եւ Ամերիկա կռվի մեջ հաղթում է Պարսկաստանը։ Հաղթում է Ռուսաստանը,
որովհետև այդ ընթացքում երբ որ պարսկական այդ Հորմուզը փակ է եւ այլն ռուսական նավթի իհարկե հանում է ռուսական նավթի պայմանավորվածությունները գերտերությունների միջև Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան գնում են տնտեսական մակարդակով եւ դա սպրդում է մեր ուշադրությունը դու տնտեսագետն ես չէ որ տեսնես դա ինչ է կատարվում իսկ քաղաքագետը պիտի նախ եւ առաջ նայ թե տնտեսական ինչ քայլեր են տեղի ունենում այդ լավ արի կոնկրետ քո կարծիքով կհանի Փաշինյանը Սամվել Կարապետյանը եթե կարողանա այսինքն դա ինչ աշխատում եթե կարողանա թե իրեն միևնույն է ինչ են իր մասին ասելու չէ այնուամենայնիվ նույնիսկ ստալինյան դատերի համար իրավական հիմքերի ներկայացնում ոչ հիմքեր պետք չէ տրոյկա էր տանում սպանում էր միանգամից բա ինչի են այդ դեպքում մարդկանցից ծեծելով դուրս հանում ցուցմունքներ իրանց դեմ այսինքն այդ ցուցմունքը պետք է լինի որոշակի իրավական հիմք որ ներկայացնի դատարան Վիշինսկին այն ժամանակի լույթ ունենա եւ այդ մարդուն դատել իսկ այս պարագայում եթե նա գտնի այդ իրավական հիմքերը ես կարծում եմ որ Սամվել Կարապետյանի դաշինքը ունենում է ավելի անսպառ հնարավորություններ եթե անգամ նա դուրս է գալիս ընտրապայքարից նա դուրս է գալիս փողոց անիմաստ է նա պայմանավորվում է մի որևէ ուժի հետ ես չեմ ուզում ասել թե դա որ ուժը կլինի եւ նրանք կարող են բայց գիտես որ ուժը կլինի պատկերացնում ենթադրում եմ եւ ինչ ես ենթադրում Ծառուկյանի ես կարող եմ ասել որ դա հաստատ չի լինելու շնորհապետական կուսակցություն է մնացածը չեմ կարող հաստատ ասել եւ չի լինելու ԿՊ-ն այսինքն նրանք կարող են գալ պայմանավորվածության ռեսուրսները մարդկային ռեսուրսները ձայները տեղափոխել այդ ուժի վրա եւ տարբերությունը մեծ չի լինի այդ զարգացումներ կա դրա համար Նիկոլ Փաշինյանը իհարկե կփորձի նրան հանել այս ինսայդերի վերջին հոդվածն են որը որ պատվիրված հոդված է բավականին ես ընդ որում ինսայդերի տարբեր հոդվածներ եմ հիշում որ նվիրված են Նավալնու տարբեր գործերին այս անգամ ինչպես միշտ երբ ռուսաստանցի իսկ իրենք ռուսաստանցի չեն բայց ոնց էր դրա գլխավոր խմբագիրը հայտնի իհարկե ինքը ռուսաստանցի չի բայց մեծամասամբ աշխատել է հենց այս ռուսական թեմաներով եւ ամեն անգամ երբ ռուսաստանցի կամ Ռուսաստանի հետ այդ լիբերալների հետ կապ ունեցող էքսպերտները փորձում են ինչ որ հայկական թեմայով մի բան գրել կամ մի բան անել թեկուզ պատվիրված հոդված գրել նրանք բավականին վատ են աշխատում որտեղ դա շատ մակերեսային իրենից ոչինչ չներկայացնող շատ այսպես արագ ասիկն ինչ որ մի մեծ գումար են իրենց ստացած մեծ գումարի միայն 1/10-ն են աշխատել Ռուսաստանի ներքին քաղաքական հայացքները փոխվում են բայց արտաքին քաղաքական հայացքները լինի դա օպոզիցիա լիբերալ ոչ իրենք մեզ այսպես վերևից են նայում Հայաստանի եկեք հիշենք Նավալնու կարծիքը Հայաստանի մասին նա վերևից չնայ նրանք կիսում են նույն Պուտինյան կարծիքները Ուկրաինայի մասին Ղրիմի մասին այսինքն եկեք մենք որևէ առումով Ռուսաստանի Փաշինյանի ուժին չի հաջողվել հոդված պատվիրել ավելի լուրջ Արևմտյան որովհետև գիտեք ոնց է արևմտյան լուրջ հարթակում էլի պահանջում են իրավական հիմքեր իսկ կարելի է ուղղակի վճարել եւ ստանալ այդ այսինքն դու կարծում ես որ որևէ շանս հաղթելու Փաշինյանը չունի այս ընտրություններին ես ուղղակի մտածում եմ թե այդ աճպարարությունների քանակը ինչքան կլինի եւ ինչ շատ դուր է գալիս մի բան հասարակությունը տրամադրված է գնալ ընտրության այսինքն ինչքան իրեն փորձում են գցել հուսահատության, հիասթափության Ես եմ միշտ ասում որ մեր հասարակությունը մեզ զարմացնելու է ասենք Այո, նրանք ինձ չի հետաքրքրում իրանք մենք գնում ընտրելու, չնայած ես կարծում եմ, որ ասենք մեր ուժը լավագույնն է այդ կոնտեքստում։ Գիտեք ինչի է լավագույնը, որովհետև չի կապվում որևէ հին նարատիվի հետ եւ կոնկրետ գործնական լուծումներ առաջարկում։ Այս ազգը գտնվում է ֆանտազիաների բանտի մեջ։ Ֆանտազիաների բանտից պետքա դուրս գալ եւ ոչ թե փաշինյանական դեստրուկտիվիզմով շարժվել եւ ոչ էլ ասենք հին այսպես կարծրատիպերով։ Պետքա ընտրել ռացիոնալ քայլ արգելքները եւ խոչընդոտները եւ մարտահրավերները հաղթահարելու ճանապարհը։ Դա է միակ հնարավորը։ Իսկ չես կարծում որ անկեղծ պատասխան ասում էր գործը անելով ապրծում։ Չես կարծում որ այս իրավիճակում երբ երկրի ճգնաժամը
այնքան խորն է, որ մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչի հետ է նոր իշխանությունը գործ ունենալու, այսինքն այլ ինչեր է արել Փաշինյանը, որի մասին մենք նույնիսկ տեղյակ չենք, դա մի կողմից տնտեսական լուրջ խնդիրները, անվտանգային ամենակարևոր հարցերը եւ դրա հետ մեկտեղ հասարակության այս վիճակը, որը որ աննորմալ է, երբ ստիպված ես շատ բարձ բաներ բացատրել, այսինքն պատկերացնել, որ լինելու է Հայաստանում քաղաք, որի բեմի վրա կանգնած է լինելու մի պաշտոնյա եւ հայտարարել է ինչու քո 6 տղաներից ոչ ոք չի սպամվել կամ չի գոնե վիրավորվել ու մարդիկ ծափահարելու են։ Ես ուզում եմ այս մի կոչը, այսինքն այս մի բանը ուղղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ պատերազմից ուղիղ մի տարի, պատերազմից հետո ուղիղ մի տարի շարունակ ես ամաչում եի, որ ես կենթանի եմ։ Ես երազում եի, որ ես մեռած լինեմ եւ այդ ամենը տեսած չլինեմ։ Ես ամաչում եի, որ ես ողջ եմ։ Եվ դրա հետ մեկտեղ, չնայած ես ամաչելու բան չունեի, պետք է ամաչեին նրանք, ովքեր այդ ամեն ինչի պատճառ եղան ու միշտ ինձ ասում են, նրանք չգիտեին այդ նրանց ջատագովները, ասում եմ, լսեք, եթե խիրուրգը, եթե վիրաբույժը մտնում է վիրահատարան եւ հիվանդին սպանում է, կապ չունի նա դա արել է միտումնավոր թե գիտության պատճառով։ Երկու դեպքում էլ դա հանցագործություն է, որի ենթակա է պատժ։ Միտքը շարունակեմ, Հանուշ, տես ես կարծում եմ, որ այս ստեղծված խորը ճգնաժամի մեջ պետք է ամեն դեպքում մեծ փորձառությամբ եւ շատ այսպես բավականին կոշտ ինչ որ մեկը երկիր էս իրավիճակից հանելու համար կարճ ժամանակով։ Չէ, այսինքն կրիզիսնի, հա, հասկացա։ Մենեջեր մեզ պետք է մի հատ ես ես մի բան ասեմ, էլի։ Կոշտ ձեռքի արկայությունը հնարավորություն կտա նորից գործարկելու, ինչպես հիմա իրան գործարկում են այդ քարոզչության ժամանակ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է յետ բերել օլիգարխիան։ Ու մի կարծեք, որ այդ նարատիվը թույլ է։ Այն թույլ նարատիվ չի։ Մարդիկ պետքա իսկապես 21-րդ դարն է տեխնոլոգիաների, շատ ճշգրիտ օպերացիաների, պարզ ուղեղի եւ տեսանելիության եւ նաեւ ներքին մարդկային արժեքների, որովհետեւ հիմա հասարակությունը նրան պատրաստ չի անշ։ Մենք քեզ շատ ենք խոսել այս թեմայով, որ չի կարելի առաջարկել մի բան հասարակությանը, որը դեռ քո առաջարկած նույնիսկ լավագույն փայլուն գաղափարին դեռ պատրաստ չի։ Ասեմ ձեզ, որ այդ նույն սերիալների պատմությունն է, հա, որ ասում են դե ինչ անենք, ժողովուրդը հետ է պահանջում։ Ժողովուրդը պահանջում է այն, ինչ որ դու իրեն տալիս ես։ Այսինքն երկրի քաղաքականությունը, գիտակցությունը, հանրային վեկտորը եւ հետագա գործողությունների շարանը որոշում են էլիտաները։ Նրանց վրա է պատասխանատվությունը։ Եկանք մեր սիրած թեմային, եկանք էլիտայի թեմային, այսինքն դու ուզում ես, որ այս ընտրությունների արդյունքում քո պատկերացմամբ, քո ուղեղի մեջ իդեալական այս պատկերն է ծնվի նոր էլիտա։ Ոչ թե հին էլիտան, ոչ էլ մենք ժամանակ ունենանք ինչ որ այսպես փոխանցման համար, ինչ որ դու ուզում ես որ մի անգամից կտրուկ ծնվի նոր էլիտա։ Ազատ ջան, եթե հрьяաները անապատներում գաղթի ճանապարհներին կիսասոված եւ բանը ճամբարներից փախած զուգահեռ, իսկ այդ process-ը ես գիտեք Իսրայելից նոր եմ եկել, ես այդ process-ը միկրոն եմ ուսումնասիրել, զուգահեռ ձևավորում են իրենց նոր էլիտան, մենք մի քիչ մեր ապահով բնակարաններում մտած կասենք, որտեղ միջև այդ անապատում նոր էլիտան ձևավորել, իրենք առնվազն դրանից 100 տարի առաջ սկսել են պատրաստել հող այդ էլիտան եւ այդ երկիրը ձևավորելու համար։ Ես կարծում եմ, որ հողը լինում է այնտեղ, որտեղ դու քայլում ես։ Չի կարելի հող պատրաստել օդ։ Հողը այնտեղ է, որտեղ դու քայլում ես։ Եթե այդուամենայնիվ ձեր ուժը կուսակցությունը քո, այսինքն այն կուսակցությունը, որի ցուցակում ես դու ստանա բավականաչափ ձայն եւ դու հնարավորություն ունենաս լինել падգամավոր, ինչ կընտրեիր, օրինակ կուզեիր կառավարությունում ինչ որ բան անել, թե ուզում ես падգամավոր լինել։ Գիտեք ոնց է, ես մի բան ասեմ, ես իմ համար ոչինչ չեմ ուզում ու դա իրոք այդպես է։
Մենք նախքան այս խոսակցությունը չեմ ուզում ես իմ համար ոչ մի բան։ Ես ուզում եմ գլուխս դնել բարձին եւ արթնանալ իմանալով, որ Հայաստան կա։ Հիմա ես կասկածում եմ, որ Հայաստան կա եւ որ կլինի։ Այս պահին ես կասկածների մեջ եմ։ Ես ընդհանրապես ուզում եմ այդ կասկածը չունենալ։ Ես շատ կարճ, առանց փիլիսոփայության։ Չեմ կարող։ Պարզ խոսքերով չէ։ Հիմա փորձիր։ Պարզ, կարճ ասես։ Ինչ թեզիսներով, ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Աստված չտա Փաշինյանը հաղթի։ Ունես 2 րոպե թեզիսներով։ Առաջի հերթին մենք ունենանք եւ ով ուզում այնց հերքի ադրբեջանական ներգաղթ, որտեղ դա արդեն նախապատրաստվում է։ 300,000 մի կողմ, ասում է Հայաստանի բնակչությունը հայ չէր։ Արդեն դա արդեն բավարար է, որ ինքը նախապատրաստվում է այդ process-ը։ Մենք ունենալու ենք սարսափելի պատժամիջոցներ, որտեղ բոլոր այն մարդիկ, ես էլ ներառյալ, դու էլ ներառյալ, որոնք արտահայտվել ենք նրան դեմ, բանդից մինչև Մեզ կանցնեն Բաքու։ Նո, այսօր հենց իմ ընկերներից մեկը պատմեց, որ պատերազմի 44-օրյա պատերազմի մասնակցելու եւ այնտեղ դրանից հետո ելույթներ ունենալու համար նա տունը մտել են խոզարկության։ 3 օր առաջ ես քեզ կասեմ, մանն հասկանում։ Այսինքն այդ դեռ ջրի տակ ա մենք դեռ Մենք Բաքվի բանտում կլինենք անջ, եթե Փաշինյանը նրանք չեն հասցնի։ Մեր հերթը չի հասնի։ Մեր հերթը չի հասնի։ Եվ իհարկե երրորդը մենք ունենալու ենք զարմանալիորեն իրանք մեզ բանեն անում խոստանում են տնտեսական աճ, չի լինելու Հայաստանում տնտեսական աճ։ Սահմանը երբ բացվեց Թուրքիայի հետ, մեր գյուղատնտեսությունը միանգամից Դա էլ մի կողմ, դա էլ գյուղատնտեսությունն էլ մի կողմ։ Եթե լկտիացած ավտորիտարիզմը ստանա մեծ փողեր, նա բաշխելու այդ մեծ փողերը իրար մեջ ոչ մի բան մարդկանց չի հասնելու, որտեղ ասել նրանք վստահ կլինեն, որ անպատժելի են։ Բացի դրանից, որ Հայաստանը արդեն կասկածի տակ կլինի, մենք կունենանք Հայաստան թե ոչ, մեր պետականությունը, այնինչ տեղի է ունենում Փաշինյանի հետ, դասական օրինակ է այն ինչ էր կատարվում ամբողջ 20-րդ դարում եւ հիմա էլ շարունակում է կատարվել Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, երբ մարդը գալիս է իշխանության, այսպես ժողովրդավարական, այսպես մարդասիրական լոզունգները որպես հերոս է գալիս եւ մնում է իշխանության եւ մոտ մի 10-15 տարի հետո դառնում է ավտորիտար, սարսափելի հանցագործ։ Ես ավելի շատ Հայաստանի վիճակը գիտես ինչի հետ եմ համեմատում պատերազմը սկսած Լեհաստանի, որ մի կողմից ռուսներն էին կրծում, մյուս կողմից գերմանացիները եւ ամենաահավորը, որ Լեհաստանի բնակչությունը պառակտվել էր պրոռուսական եւ պրոգերմանական լագերների եւ ոմանք համոզում են, որ ճիշտը գերմանացիների տակ լինելն է եւ ճիշտը մյուս մասը ասում էր, որ ճիշտը ռուսները ասում էր մեր հիմնական ճշնամիները ուկրաինացիներն են եւ ուկրաինացիներն են։ Եվ ուրեմն դուք պատկերացնում եք լեհական ազգային ինքնության փոքրամասնությունը ճամբարներից սկսած ընդհատակ մտնելով հաջողվեց նրան հաստատել լեհական ինքնության հաղթանակը եւ նրանք պայքարեցին մինչեւ գեոպոլիտիկ վեկտորը փոխվեց։ Մեր խնդիրն է դա, թեկուզ փոքրամասնությամբ պահել մեր ինքնությունը մինչեւ գեոպոլիտիկ։ Այսինքն եթե Փաշինյանը այդ ամենայնիվ հաղթի, միասնության թևերի պատգամավորները վերցնելու են իրենց մանդատները։ Դրա մասին ես չեմ կարող ասել, որովհետև ես ձեզ ասեմ, որ եթե այնուամենայնիվ ընդդիմությունը կարողանա միավորվել, ոչ թե ինչպես նախկին, նրանք կարող են ավելի գործում դեր ունենալ, քան նախկինում, բայց եկեք այդպիսի վատ կանխատեսումներ չանենք, որտեղ եթե Փաշինյանը հաղթի, մանդատներ արդեն էական չեն լինի, էլի։ Կլինի այս բոլորը ինչ որ ես ասեցի։ Իսկ ինչ ես կարծում, նա անցնցում կհեռանա, եթե պարտիան նա չի հեռանա սեփական կամքով։ Բոլորը ասում են ամեն ինչ անում, որ գնա, որ իրեն հետ բանանեն, նա չի գնալու։ Իսկ ինչ է լինելու։ Փողոցն է։ Փողոցը չի լինելու։ Ասեմ ձեզ, որտեղ փողոցը մի անգամ այն Բագրատ Սրբազանին բոլորը գովում են, բայց չէր կարելի հստակ պլան չունենալով, տեսեք Նիկոլ Փաշինյանը կամ ինչպիսի գործողությունների պլանով, ու դուք կարծում եք, որ ԿՊ-ի, կներեք, այդ ԿՊ-ի պաշտոնյաները, եթե տենց կարող են հեղափոխական փայլուն պլան գծեն, կարող են եւ կառավարման համատեղ այն մասին, որ բերել են։ Իհարկե, այդ պլանը բերել։ Լավ, չշեղվենք, ինչ է լինելու ըստ քեզ։ Ես կարծում եմ, որ այնքան վատ բաներ են լինելու, որ ավելի ճիշտ կլինի այդ դրա մասին չմտածել։
այնուամենայնիվ մտածել, որ ինքը անցնելի է։ Այսինքն բանակ է հանելու։ Բանակ էլ կհանի։ Ինչի հանի, եթե փողոցում ասված մարդ չի լինելու։ Չէ, Բաքրատ Սրբազանը կներեք ֆալստարտ տվեց եւ ընկճախտի բերեց մարտունակ են հատվածը, որ պատրաստ էր փողոց դուրս գալ։ Որտեղ փողոց դուրս է գալիս, ինչ է ուզում ասել։ Հա, պարտվեց։ Ոնց է պահելու իշխանությունը։ Ինքը այդուամենայնիվ գնաց ընտրությունները։ Չէ, ինձ թվում է, եթե ինքը բացահայտ պարտվի, այնուամենայնիվ այդտեղ արդեն կխառնվեն։ Բոլոր գերտերությունները կխառնվեն, որտեղ ինքը պարտվում է եւ դրա դեմ բանակ է հանում, հասկանում եք, այն մարտի 1-ին գոնե ամեն ինչը տեղին նկարած էր։ Եթե ինքը բացահայտ ջախջախիչ պարտվում է, բանակ հանելու նրա փորձերը շատ տխուր կվերջանան հենց իր համար։ Որ պահն է լինելու, երբ ուժային կառույցները դադարեն նրան ենթարկվել ըստ քեզ։ Երբ որ ուժային կառույցները ստանան հրահանգ այնտեղից, որտեղից նրանք միշտ հրահանգվում են։ Հետաքրքիր ոդկաստ Անուշ Սեթրակյանի հետ, շնորհակալություն։ Ես շատ հաճախ քեզ հետ համաձայն չեմ, բայց հետաքրքիր էր։ Շնորհակալ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ